Ավանդույթները չեն խախտվում, ուղղաթիռի ձայնը նախկինի նման այս անգամ էլ է հուշում։ Տեղում են LinkedIn Local Yerevan 2025 Business Networking իրադարձության կազմակերպիչներն ու խոսնակները։ Միջոցառումը հայտարարվում է բացված։ LinkedIn Local Yerevan-ի նպատակը մեկն է՝ համատեղել բիզնեսն ու ժամանցը, որ գաղափարները վերածվեն կայուն արժեքների, իսկ հանդիպումները նոր գործակցությունների։ LinkedIn Local Yerevan-ը նոր համախոհներ, գործընկերներ գտնելու հնարավորություն է ստեղծում անկաշկանդ մթնոլորտում։ Ավելի քան 300 գործարար մեկ տեղում են կենդանի շփման ու մտքերի փոխանակման համար։ Այստեղ LinkedIn-ը առանց Wi-Fi-ի հավաքվել են գործարար կապեր հաստատելու, բայց կենդանի ռեժիմով։ Փորձը ցույց է տալիս, որ բոլոր բիզնես որոշումների 85%-ի արդյունքը դա անձնական շփումների հետևանք է։ Իրական շփումները անհրաժեշտ են։ Չորրորդ անգամ է Targeting ընկերությունը նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպում գործարար շփումների համար։ Երկուսը Երևանում են կազմակերպվել, ևս երկուսն էլ Միացյալ Նահանգներում ու Չինաստանում։ Հայաստանի սահմաններից դուրս տանում են հայկական ջերմությունը ու իրենց հետ մեր երկիր բերում այն լավագույն փորձը, որ մեզանում դեռ չկա։ Մենք առաջին հայացքից շփող ենք թվում, բայց մենք շփվում ենք այն մարդկանց հետ, ում հետ արդեն ծանոթ ենք։ Այսինքն ցանկացած միջավայրում խումբ մարդիկ կանգնում են եւ շփվում են այն մարդիկ, ովքեր որ մինչ այդ եւս ծանոթ են եղել։ Իսկ դրսում ընդհակառակը, երբ որ մարդիկ ինչ-որ նմանատիպ միջոցառումների են մասնակցում, միանգամից փնտրում են մարդկանց, ովքեր որ անծանոթ են եւ նոր պետքա ծանոթանան։ Սա թերևս իմ նկատած ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է, այն ինչ որ մենք դրսից փորձել ենք բերենք եւ հայկական բիզնես միջավայրում այս մշակույթը նույնպես ձևավորել։ Ու քանի որ LinkedIn Local Yerevan-ը դեպի միջազգայնացում է գնում, այս անգամ հայաստանյան գործարար աշխարհի ներկայացուցիչների հանդիպմանը նաև դիվանագիտական կողմն է միացել։ Հանդիպմանը ներկայացուցիչներ կան Միացյալ Նահանգների, Չեխիայի, Բելգիայի եւ Իսպանիայի դեսպանություններից։ Մենք ուզում ենք հայ գործարարին հնարավորություն տալ առանց բյուրոկրատական քաշքշուկների հնարավորություն ունենալ ուղիղ հենց կենդանի շփում ունենալ դիվանագետի հետ, դեսպանի հետ։ Միջոցառումը եզակի հնարավորություն է տվել նաև մենթորների հետ երկխոսելու համար։ Նրանք մարդիկ են, ովքեր արդեն հասել են հաջողության գործարար ոլորտում եւ պատրաստ են կիսվել իրենց փորձով։ Հիմնականում իմ փորձից առանձնացնելու եմ այն, թե ինչպես կարելի է երազը դարձնել բիզնես մտածելակերպ։ Այն երազը, որը դու օդի մեջ տեսնում ես, դու պատկերացնում ես, թե ինչ կարող է դա լինել, բայց երբ արդեն փորձում ես դարձնել պրոդուկտ եւ փորձում ես իրան դարձնել բիզնես պրոդուկտ, դա բավականին երկար ճանապարհ է եւ իմ փորձի արդյունքում կան գործիքները, որոնք որ կօգնեն եւ այսօր այստեղ ներկա գտնվող մարդկանց եւ նաեւ ապագայում օգնելու է մեր ընկերությանը։ Մեծ հաճույքով մասնակցում եմ, որովհետեւ ինքը յուրատեսակ ֆորմատ է, ընդհանրապես շփման, ծանոթանալու եւ ցանկացած տիպի բիզնես հարաբերությունների մասին խոսալու։ Եթե մենք խոսենք ժամանակակից տենդենսներից, ապա իրականում երևի ամենաառաջին եւ կարեւորագույն պայմանը, որ տեղի ունեն ամբողջ աշխարհով մեկ, դա այն է, որ մարդիկ եւ տարբեր բիզնեսներ միավորվում են, որ ստեղծեն ինչ-որ հավելյալ արժեք։ Ու այսպես գործարար ամենաանհավանական կապերն են ստեղծվում։ Լավագույնները գուցե նույնիսկ ոչ պաշտոնական հատվածում, այլ մեկ բաժակ սուրճի շուրջ, իսկ այս ամենից շահում են ոչ միայն գործարար կապերը։ LinkedIn Local Yerevan-ը հավատարիմ է նաև իր սոցիալական պատասխանատվության սկզբունքներին։ LinkedIn Local Yerevan 2025 Business Networking միջոցառման հասույթի 10%-ը ուղղվելու է մարզերի երեխաները մարզերում սոցիալ կրթական հասարակական կազմակերպությանը։